Շնորհակալ եմ հարգարժան պարոն փոխվարչապետ Գրիգորյան, ճիշտ է, ես վերադարձել եմ Հայաստան 6 ամիս անց հետո սեպտեմբերին, բայց արդեն հայտարարել եմ, որ շուտով վերադառնալու եմ նորից, դեր սպանը տեղյակ է, ձեր թիմն էլ գիտի այդ մասին եւ վստահ եմ, որ ուրախ եք։ Ես ուրախ եմ վերադառնալ, որտեղ իմ սեփական աչքով կարող եմ տեսնել փոխակերպման գործընթացը Հայաստանում ինչպես է տեղի ունենում եւ շատ բան է տեղի ունեցել վերջին այցից հետո աշխարհն ավելի անկայուն է դարձել ել ավելի եւ սա եւս մեկ անգամ վկայում է թե որքան կարեւոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում դա եւս մեկ անգամ ընդգծում է թե որքան կարեւոր է ունենալ վստահելի գործընկերներ եւ բարեկամներ Հենց այդպես ենք մենք ընկալում Հայաստանը, թույլ տվեք սրտան շնորհակալություն հայտնել տարածաշրջանից եվրոպացի քաղաքացիներին տարհանան գործում ձեր ցուցաբերած աջակցության համար շատ շնորհակալ եմ։ Սա կարևոր տարի է Հայաստանի համար։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որից կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը։ Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար եւ որքան է խորացել մեր գործընկերությունը։ Հյուսիսում եւ հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ փոխվարչապետ Գրիգորյանի հետ մենք միասին դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի եւ Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար։ 2022 թվականից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է, պատկերացրեք, ընդհանրապես այս 4 տարիների ընթացքում քառապատկվել է, Ճիշտ ներդրումների պարագայում 2023 թվականը կարող է ել ավելի կրկնապատկել, ինչը բխում է Հայաստանի եւ Եվրոպայի շահերից։ Սակայն մեր համագործակցությունը եւ աշխատանքը սահմանափակված չէ միայն առևտրով եւ տնտեսությամբ, ես դիտարկում եմ սա նաեւ որպես խաղաղության նպաստող ներդրում Հայաստանը եւ Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության եւ կայունության ուղղությամբ եւ ես ցանկանում եմ ողջույնս եւ բարձր գնահատանքը կիսել ներդրված ջանքերի վերաբերյալ Միասին Եվրոպան ցանկանում է աջակցել մենք ներդրումների տարածաշրջանային կապակցվածության ուղղությամբ նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը եւ բարեկեցությանը։ Եվրամիությունը այդպես է կառուցվել հենց խաղաղության, կայունության եւ բարեկեցության զարգացման։ Սահմանային անցակետների բացումը, կամուրջների եւ ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող է միավորել ինչպես մարդկանց, այնպես էլ շուտկաները եւ նվազեցնել Կոնֆլիկտների ռիսկը Եվրոպան իր պատմության փորձից լավ գիտի, թե որքան կարևոր է դա։ Միաժամանակ մենք աջակցում ենք Հայաստանի տնտեսության աճին։ 2024 թվականի ապրիլին դիմակայունության եւ աճի ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ աջակցություն է տրամադրել արդեն շուրջ 7000 ձեռնարկությունների եւ նպաստել ավելի 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք նաեւ կառուցում ենք դպրոցներ, ներդրումներ են կատարում տնաշինության եւ սոցիալական ծառայությունների ոլորտում եւ աջակցում Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի ինտեգրմանը, ավելի քան 70 միլիոն եվրոյի աջակցությամբ ներդրամական օգնություն, սոցիալական ծառայություններ։ ԵՄ-ն ֆինանսավորում է Հայաստանի կրթական համակարգի արդիականացումը, այդ թվում երկրի տարբեր մարզերում 7 դպրոցների վերանորոգումը եւ մենք նպատակ ունենք շարունակելու սա, այդ ինչու մենք այսօր ստորագրել ենք ֆինանսական աջակցություն, որը ավելացնելու է բացելու է լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն Հայաստանի համար։ Այս միջոցները ի թիվս այլ ուղղությունների կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատական գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Սրանք կարևոր են Եվրամիության հետ ակտիվ վիզայի ազատականացման շուրջ երկխոսության փուլում, ինչը վկայում է մեր հարաբերությունների խորության մասին։ Վերջապես սա կարևոր տարի է նաև հայկական ժողովրդավարության համար։ Հունիսին Հայաստանում կկայանան ընտրություններ։ Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամի դերակատարներ փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության եւ այլ միջամտությունների միջոցում։ Եվրոպան այստեղ է աջակցելու համար, մենք աջակցենք Հայաստանին
հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ եւ արդար պայմաններում քվեարկել եւ ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան։